տես բան չի սպասում, երբ որ ես ընդամենը մեկ բառ եմ ասել, Երևան, ջազ ասոցիացիա, ասලා, այո, ասա հենց հիմա։ Ես գնում եմ։ Մշակույթը նրա համար դու պետք է թելադրես։ Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կանեիք։ Քաղաքական հարցերին բերեք չպատասխանեմ։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի ջազային ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը։ Կամո ջան, երբ եւ ինչպես ծանոթացաք ջազի հետ, եւ որ պահին հասկացաք, որ ուզում եք նվիրել այդ երևույթին ինչ-որ մի կյանք։ Ջազի հետ ծանոթացել եմ դեռ շատ վաղուց մանուկ հասակում, եւ քանի որ ունեմ երկու մեծ ավագ եղբայր, եւ իրենց ազդեցությունը շատ մեծ էր իմ վրա, երբ որ իրանք լսում են Herbie Hancock, Billy Cobham, մոտես այդ ոճի երաժշտությունը միշտ ականջիս այդ հնչելա ու լսել եմ։ Ու իսկ ընդհանրապես պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել եմ ջազում, երբ որ ես աշխատում էի քաղաքապետարանում որպես մշակույթի վարչության պետ, պատասխանատու եմ մշակույթի մասով Երևանում։ Իսկ նեղություն մասնագիտությամբ ով եք։ Տնտեսագետ, միջազգային տնտեսական հարաբերություններ, բայց ընդհանրապես մշակույթի ոլորտում որևէ ուսումնական կրթություն չունեմ, բայց երևի թե Այսեն եզակի դեպքերից է, որ քո արյան մեջ է, դա, եւ հոգով արվեստագետ ասում են։ Միշտ մտածել եմ, երազել եմ, ուզեցել եմ Երևանում կազմակերպել կամ Երևանում ստեղծել ջազ փառատոն։ Ցավոք մինչ այդ ժամանակ, իսկ մենք ջազը գիտեք 1938 թվականից դեռ Հայաստանում ջազը ստեղծվել է պետականորեն հաստատված եւ ինքը բավականին մեծ խորքային արմատներով ուղղվածություն է, բայց ջազ փառատոն չի եղել, եղել են առանձին ինչ-որ համերգներ, միգուցե մի քանի համերգ իր հաջորդող, բայց համակարգված չէր, այո։ Ու 2015 թվականին մտածեցի եւ խորհրդակցելով իմ ընկերներից հետ որոշեցի բացել ջազի հայկական ասոցիացիան, ստեղծել։ Այո։ Որի միջոցով նաև կազմակերպել Երևան ջազ փառատոնը։ Իսկ միջ այդ 2012 թվականին, երբ որ ես դեռ աշխատում եմ Երևանի քաղաքապետարանում, մենք որոշեցինք կազմակերպել International Jazz Day-ը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատվել էր 2011 թվականին, որ ապրիլի 30, ամեն ապրիլի 30 տոնվի այդ օրը։ Այո։ Դրա հեղինակը Herbie Hancock-ն էր։ Եվ հենց առաջին իսկ տարում, որ 2012 թվականից, որ ամբողջ աշխարհով արդեն տարածվել էր այդ գաղափարը, Երևանի քաղաքապետարանի աջակցության միջոցով մենք կազմակերպեցինք Կասկադում առաջի Երևան International Jazz Day-ը։ Ահա, եւ հյուրերը ովքեր էին առաջին։ Առաջի տարում մենք կազմակերպեցինք մեր եղած ջազմեններով Լևոն Մալխասյան, Վահագ Հայրապետյան, պետական ջազ նվագախումբ բոլորով ներկա են։ Հետո կամաց արդեն ավելի հետաքրքիր մտքեր էր գալի հրավիրել արդեն եւ հրավիրեցի Թավիջան եղբայրներին, ես չեմ հիշի որ երրորդին, բայց Թավիջան եղբայրները առաջի մեր հյուրերն էին, իրանք Մակեդոնիայից էին, բնականաբար հայ, ազգանունով արդեն պարզո, շատ հայտնի երաժիշտներ են, չեն եղել Հայաստանում երբեք եւ իրանց համար դա մի հատ շատ մեծ հետաքրքիր ոչ միայն մշակութային երաժշտական, այլ ճանաչողական այց էր Հայաստան։ Մշակութային շոկեր լավ իմաստով։ Լավ իմաստով, այո։ Շատ լավ ընկերներ դարձանք, ավագ եղբայրը Տարոնը եւ կրսեր եղբայրը Տարոնը դաշնակարար, իսկ կրսերը թմկահար։ Ջազը վերադարձրեց նրանց հայրենի։ Գիտեք, այդտենց երաժիշտներ շատ ենք, մենք արդեն փորձը որ կար։ Այո։ Եվ նաեւ Ֆրանսիայից ունենք արդեն հայ սաքսոֆոնիստ, որը չեր եղել Հայաստանում, եւ էլի Ֆրանսիայից տրիո էր եկել, որի գլխավոր այդ
մենակատարը ինքը էլի Հայաստանից է, բայց երբեք չէր եղել ու ինքը պատմում էր իր պապու մասին, որը այդքան ինքը խորացել ու բաները ոգևորվել էր, որ բոլոր հարցազրույցները իր պապիկի մասին էր խոսում, որ պապիկը միշտ պատմել է Հայաստանը, Երևանը ու ինքը միշտ երազել է որ գա։ Այո։ Սկզբից, որ երբ որ մենք կազմակերպում էինք ջազային համերգները, փառատոնը, դժվար էր պայմանավորվել։ Այո, այդ դժվարությունը ինչու է պայմանավորվել արտասահմանյան այդ երաժիշտների, քանի որ են տեղյակ չէին, շատերը անգամ չգիտեն որտեղ է գտնվում Հայաստանը, այլ ուրիշ փառատոնի մասին է խոսքը գնում, եւ առաջի այդ դժվարությունը, որ ես հիշում եմ 2015 թվականի Երևան ջազ փառատոնին մեր հրավիրեցինք Ռիչարդ Բոնային, որը այսօր էլ ինքը աշխարհի լավագույն բաս գիտարիստներից մեկն է, ապրում է Նյու Յորքում, բայց ինքը աֆրիկական արմատներով եւ իր երաժշտությունը նույնպես աֆրիկական այդ արմատներով ստեղծագործություններ է, որը շատ հետաքրքիր երաժիշտ է, անգամ իր անունով կա բաս գիտարների գիծ, որը արտադրվում է իր Ռիչարդ Բոնա անունով։ Շատ դժվար իր հետ կարողացանք պայմանավորվել, մի տեսակ անվստահություն էր մեջը ու տենց, բայց երբ որ Ռիչարդ Բոնան եկավ եւ տեսավ մենք ոնց ենք կազմակերպել, ոնց ենք իրան ընդունում ու ինքը ընդհանուր տեսավ ոնց է հանդիսատեսը ընդունում, շատ էր զարմացել եւ հասկանում այդ երաժշտությունը։ Բնականաբար բոլոր հայերիս ոնց է սերած մասը, որ մենք սկսեցինք պատմել մեր պատմությունը եւ պատմել թե ինչքան խորքային է մեր հենց ջազային երաժշտության մասով, ինքը լինելով նաեւ պրոֆեսոր Նյու Յորքում դասավանդում էր, շատ հետաքրքիր մարդ էր, իդեպ գիտեր, եթե չեմ սխալվում 8 լեզու գիտեր, հա, հետաքրքրվել էր եւ ոնց մի քանի օր հանդիպումից հետո ասենց ասում եք դուք գիտեք Կոմիտասը, ասում օքեյ, հա, գիտենք, իհարկե, ասի մեր մեծագույն նա ձեզ էր հարցնում, ասում եմ ես ապշած եմ, որ նման երաժիշտ, նման կոմպոզիտորի ես տեղյակ չեմ եղել իր մասին։ Ասեց թույլ կտակ ես իր ստեղծագործություններից մի քանիսը կատարեմ, ասի իհարկե ջազային ոճի փոփոխում, եթե YouTube-ով նայեք ջազի միջազգային օրը Ռիչարդ Բոնան կատարում է լորիկը ու ինքը տպավորված էր, ես տենց բառերով կարող եմ միգուցե չկարողանամ իր զգացմունքները փոխանցեմ, բայց իր համար բացահայտել է մի նոր աշխարհ, ընդհանուր առմամբ Հայաստանը, Երևանը, Կոմիտաս առանձին աշխարհ իր համար է, այդ տենց տպավորություններով ինքը գնաց եւ ինքը ոնց որ բացեց մեր ճանապարհը մնացած մյուս երաժիշտներին, որտեղ եթե մենք ուզում ենք կապնենք օրինակ Դիդի Բրիջվոտերի հետ, Ստենլի Կլարկի հետ, կամ Մարկուս Միլլերի հետ, արդեն հենց զգում ենք, որ ինչ-որ պահ կա, Բոնային, ասում նա հարցրեք Բոնայից, այո, Սարաֆան ռադիո ասում է դելի, ու տես կամած ու դարձավ արդեն այն աստիճանի ջազի հայկական ասոցիացիան իր հեղինակությունը ձեռք բերեց, որ արդեն միջազգային տարբեր կազմակերպություններ, երբ որ հավաք էին կազմակերպում, ասենք փառատոների ղեկավարների կամ ինչ որ մասնակցել ենք Լիտվայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, մեզ արդեն ոչ թե որպես երկիր էին դիտարկում, այլ որպես կազմակերպություն ջազի հայկական ասոցիացիա։ Չնայած ցավոք կարող եմ ուզում եմ այդ մասը մի փոքր անդրադառնամ, մեր հարևան երկրները որպես երկիր էին ներկայանում, ասենք իրաց մեծ դելեգացիաներով։ Մենք 1-2 հոգով ենք ներկայանում, քանի որ հնարավորությունները ասոցիացիա այդքան տենց լայնածավալ չեն, որ կարողանանք մի 10 հոգով գնանք։ Բայց ինչևէ, մենք ներկայացնում ենք ու իրանք նայում ասում են, լավ, դուք ընդամենը 2 հոգով եք եկել, բայց ձեր ծավալը աշխատանքի ընդհանուր երկրի մակարդակի հավասար աշխատանք եք արել, որը շատ հաճելի էր եւ ունենք Հերբի Հենկոկի կողմից, այս վերջերս էլ 3-րդը ստացա, շնորհակալագիրը ջազի միջազգային օր նման մակարդակի կազմակերպելու համար ու իդեպ ասեմ, որ Երևանը մտել է միշտ լավագույն տասնյակի մեջ, որպես կազմակերպել է տոնի հետ կապված, քանի որ հրավիրում ենք նաև
արդեն հետո այս վերջերս մենք հրավիրեցինք Գոնզալո Ռուբալկաբային, որը 5 գրեմի ուներ, կանչել են Անդրե Մանուկյանին, Չայնա Մոզեսին, ներկայացրել են Երևանում։ Ինչն է խնդիրը այդ օրվա, որ նման աստղերի բերելը, քանի որ բոլոր տեղերը նույն օրը կազմակերպում է Ամերիկա ջազի միջազգային գտնել եւ իրանց խնդրել, որպեսզի իրանք ներկա լինեն, մի քիչ բարդ է։ Քանի որ մեր հեղինակությունը արդեն այն աշին, որ մենք արդեն այդքան խնդիր չէր։ Ես որ ասում եմ մեծ հաճույքով համաձայնվում են եւ չգիտեմ, եթե գիտեք Դիդի Բրիջվոտերն այսօրվա լավագույն ջազ, այսօր sense այն որ դեմքերից մեկն է համաշխարհային մակարդակի, հա։ Մի դեպք պատմեմ, շատ հետաքրքիր, մեզ խնդրում են, որպեսզի մի միջոցառում կազմակերպենք եւ ուզում եմ նաեւ նշեմ, որ բացի ասոցիացիայից կա Մեծո Production, որը կազմակերպում է տարբեր տեսակի միջոցառումներ, սկսած համերգներից վերջացած շուտ իվենտներով։ Մեծո Production-ին դիմել են, որպեսզի բանկի բացման օրը ինչ որ համերգ լինի ֆիլհարմոնիայում։ Ես առաջարկեցի բնականաբար ջազային, որևէ տենց աստղի վերել, կանգ առանք Դիդի Բրիջվոտերի վրա, ու քանի որ Դիդի Բրիջվոտերին որպեսզի դուք կարողանաք հրավիրել երկիր, երևի 2019 կամ 18 արդեն վերջերը, հա։ Դուք պետք է մոտավորապես 6 ամիս առաջ հետ պայմանավորեք, որ ինքը կարողանա իր գրաֆիկի մեջ նշի, որ ինքը այդ ժամանակ այցելել է տվյալ երկիրը, որովհետև շատ զբաղված է, ինքը գրեթե ամիսը մի 5-6 տեղ համերգներով, հա, մեր production-ի տնօրենը Անին կապնվում է Դիդի պրոդյուսերի հետ, որը նոր աղջիկ է լինում, մեզ չի ճանաչում, տենց խոսում է, հետո ասում է, գիտեք, ասում է, Դիդին դժվար թե գա, մենք ասում ենք Դիդին արդեն 2 անգամ եղել է մեր մոտ, ու խնդրում ենք, երբ որ ինքը կգա, դուք առաջարկեք, համ ժամկետն է քիչ մնաց, համ տարվա վերջ, ասում եք, գիտեք, ինքը վստահ 100% ասում եմ, ինքը տարվա վերջ է, թռնելու է Ճապոնիայից է գալու։ Վստահ ասում եմ, որ ինքը չի համաձայնվելու։ Ասեցինք լավ։ Մեր խնդրանքը Դիդի հետ առաջարկեք։ Կգա, չէ, խնդիր չկա, մենք արդեն իմանանք։ Իսկ համերգին մնացել է, որ պատկերացնենք 1 ամսից քիչ։ Մի ամիս է մնացել, հա։ Ու մի 2-3 օրից զանգում է այդ աղջիկը, հետա զանգում, ասում է կարճ ասած, դուք ով եք։ Ասում է, ես տես բան չէի սպասում, երբ որ ես ընդամենը 1 բառ եմ ասել, Երևան ջազ ասոցիացիա, ասել է, այո, ասա հենց հիմա։ Ես գնում եմ։ Ու ինքը ասես շշմած էր, զարմացած էր, որ ոնց Դիդին մի անգամից իր համաձայնությունը տվեց։ Դա իհարկե տենց հեշտ է ու հիմա հումորով ենք դա հիշում, բայց դա մեծ աշխատանք է, որտեղ այն նման աստղը այդ տենց վստահությունը, ցանկությունը հայտնում գա ներկայանա, մասնակցի, տեսնի երկիրը, որից հետո ինքը փոխանցում այդ ամենը իր շրջապատում, իր սոցիալական ցանցերի մա կիսվում։ Այո, այստեղ կարևոր է այդ առաջի քայլերը անել մակարդակով, որակով, հա, որպեսի 1-2, եթե այտենց աստղ լավ են ընկալում, ցանկացած գործում պետք է ազնիվ լինեք։ Ամենակարևորը, առաջի հերթին դուք ինքներդ ձեզ ազնիվ լինեք։ Հա, եթե կարողանում եք կոմպետենտ Կամո ջան, ինչը պակաս ունենք, էլի։ Եվ այդ ձեր գործունեության համար դուք մեդալ եք ստացել։ Հա։ Իսկ ինչու վերադարձրեցիք այդ մեդալը։ Քաղաքապետարանից եք ստացել։ Այո, քաղաքապետարանից է ստացել, որի մասին ես տեղյակ չէի, եւ ես քաղաքապետարանում աշխատելով ստեղծել եմ եւս մեկ փառատոն, երաժշտական Երևան արվեստի դպրոցների փառատոն է ստեղծել, որտեղ մասնակցում են Երևանի բոլոր երաժշտական արվեստի դպրոցները։ Դա ամեն տարի։ Ամեն տարի, այո, 2007 թվականից։ Եվ բոլոր դպրոցների, քանի որ Երևանի քաղաքապետարան ենթակայության տակ է, միջև պաշտոնական դիրքի չարաշահում է արել, որ ասում է բոլոր դպրոցները պարտադիր պետք է մասնակցեն։ Սկզբից շատ դժվար էր այդ գործընթացը, որտեղ տնօրեններ կային, որոնք տենց մեղմասած ցանկություն չունեն ավելորդ անգամ շուտ աշխատանք տանելու բան։ Առաջի տարիները դժվար էր, բայց հետո քանի գնաց տնօրենները մոտեցան ու ասին, եթե այս փառատոնը չլիներ, մի քանի դպրոց ընդհանրապես կփակվեր։ Զարգացել էր այն աստիճանի, որ
մենք կարող է որևէ ավելորդ գումար չծախսելով պետական օրինակ պատվեր կա, չէ՞, թե ուզում ենք որ ժողովրդական գործիքը զարգացնենք կամ պետպատվեր է իշնում։ Փառատոնի միջոցով ես կարող եի ընդամենը ասել 2 բալ ավել եմ այս տարի նշանակում, ասենք օրինակի համար մի գործիք ջութակի համար կամ վիալանչել կամ չգիտեմ արֆայի համար ու այդ տարի բոլոր տնօրենները ամեն ինչ անում են որ այդ գործիքը իրանց մոտ ներկա լինի։ Հա, ռենեսանս ապրեց փաստորեն մեր այդ։ Հիմա եթե չեմ սխալվում, այս ինքը կա գործում է փառատոնը 2007-ից մինչև այսօր։ Այս շուտով կլինի 20-ամյակը 2 տարուց, հա, ու ինձ ոչ թե ջազի համար էին ջազ ասոցիացիայի պահովը, այլ այդ փառատոնի ստեղծման համար էին ոսկե մեդալ պարգևատրել։ Իսկ վերադարձեցի, որովհետև շատ սուբյեկտիվ եւ ոչ հիմնավորված պատճառներով ջազի միջազգային օրը իդեպ 10-րդը այդ ժամանակվա քաղաքապետը չեղարկեց։ Ինչն էր պատճառը։ Ես ճիշտն ասած միջև այսօր չգիտեմ ինչ է պատճառը։ Ֆինանսավորումն էր։ Չէ, ֆինանսավորման խնդիր չկար, որտեղ այդ բյուջեում նախատեսված է ամեն տարի այդ գումարը ինքը կա։ Եվ այսօրվա ֆինանսավորման չափերը որտեղ դա ոնց ասեմ, կարելի ասել կոպեկներ էր։ Սա որ թվականի մասին է։ Սա 2010-րդը 22 թիվ։ Ահա։ Հա, եւ շատ վիրավորական է, որտեղ ահռելի աշխատանք ընկավ ջուրը եւ մենք չգիտենք ինչ պատճառ գրեինք, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ից անդադ նամակներից համ ինչ է կազմակերպելու, ոնց է կանելու, ու մեզ միջև վերջի րոպեն քաղաքապետարանի այդ ժամանակվա իշխանությունը չէր կարող պատասխանել, անդադ ինչ-որ պայման էին փոխում, ես չգիտեմ ինչ էին անում։ Իսկ անձամբ քաղաքապետի հետ զրուցել էիք։ Ես առաջարկեցի հետը հանդիպել հրաժարվեց, չեմ կարող ասեմ պատճառը, իրոք չգիտեմ։ Այդպես էլ պատճառը չհասկացաք։ Պատճառը երևի թե որ ասեմ դա ցենզուրայի դուրս կլինի, բայց չեմ ուզում ասեմ պատճառը ինչի քաղաքապետը միգուցե երևի ինչ-որ իրան Հայկ Մարությաններ այդ ժամանակը։ Հա, երևի չգիտեմ ինչն էր խնդիրը։ Արվեստի մարդ պիտի որ շատ ասել է, ես օգնականի հետ խոսեցի, դեպ ես իր հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ էինք ժամանակին, մենք շփվում էինք նորմալ, ասում ինչն է խնդիրը, ինձ պետքա շատ կարճ ժամանակ, մի քանի րոպե հասկանա, որ այն ինչ որ եթե ինքը մտածում է կամ իրան զեկուցել են սխալ, իսկ ես կարծում եմ որ դա զեկուցման սխալ զեկուցման հետևանք էր, պետք է 2 րոպե, որ ինքը հասկանա դա սուտ է իրանից ներկայացնում այս ամենը։ Իդեպ, հա, այդ ամեն ինչի վնաս եղավ իրականում դա Երևանին վնաս եղավ, որովհետև այդ կազմակերպությունը ջազի միջազգային գրասենյակը դա չի դիտարկում որպես ասոցիացիա կամ որպես Կամո Մովսիսյան կամ ինքը դիտարկում է Երևան կամ Հայաստան։ Այդ միտքը ուզում է փոխանցել, որ դու վնաս ես տալի ոչ թե մեզ ինձ։ Ես երբևիցե որևէ համերգից հավատ ասում եմ մի դրամ գումար չեմ աշխատել։ Ուրախանում եմ երբ որ 0 դուրս է գալի, որ ես իմ գրպանից չէ դնում հա գումարը։ Ու տենց էլ բանը ու ես իր կողմից տված ոսկե մեդալից հասկացա, որ դա թողել իմ մոտ, որ դա ես ունենամ, մի քիչ իմ համար արդեն բաներ էլ պատվի հարցեր։ Այո, ինչ որ կեղծավոր վերադարձեցի ասի ոչ ձեր մեդալն է ինձ պետք, ոչ էլ դուք պրոստը հասկացեք, որ դուք ընդամենը վնաս տվեցիք քաղաքին, որը շատ հետաքրքիր ու լավ արդեն ավանդույթ ուներ տվյալ միջազգային կազմակերպությանը։ Կամո ջան, իսկ ֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից ամեն տարի, հա, բացառությամբ այդ տարին։ Ֆինանսավորվում է քաղաքապետարանի կողմից, բայց ես չգիտեմ ոնց է դա անում ու ոնց է դա կազմակերպում, պարզ ասեմ 15 միլիոն գումար է տրամադրում քաղաքապետարանը, ծիծաղալու գումար նման միջոց դրամ, այո։ Բայց եթե դուք հետաքրքրվեք, օրինակ, տեսնեք Գոնզալո Ռուբալկաբայի հոնորարը ինչքան է, ինքը մոտարպես այդ գումարն է։ Դա ասոցիացիան վերցնում էր իր վրա։ Մենք փորձում ենք կողքից մի փոքր համեր կազմակերպել, որ գոնե գա ինչ-որ մի մաս փակի։ Իմ համար Երևանում նման միջոցառում կազմակերպել դա բիզնես չի։ Այո։ Պրոստը պետքա դու քո քաղաքը սիրես ու դու հասկանաս որտեղ ես ապրում։ Դա ձեզ համար։ Այո։ Մշակութային այս առաջընթաց, որպեսզի մեր հարևան երկրներում
Իսկ այնտեղ ես դուք որ պատկերացնեք ինչ ֆինանսավորում է գնում հենց փառատոններին կամ ջազի միջազգային օրը, չեմ ուզում թվերը հնչեցնել, ոչ մեկ տեսնում ենք տրավմա չլինի։ Այո, այո։ Այստեղ ես իմ անձնական խնդիր որպես համարեցի եւ ասացի պետք է անելն ես, որպեսզի որևէ ձևով մենք չզիջենք։ Ու մենք չենք զիջել, իրոք։ Մեր կապերով, մեր ընկերությունների միջոցով դե քանի որ հայ երաժիշտ տաղանդավոր ազգուն են եւ տարբեր երկրներում հայ երաժիշտները եւ հայ կազմակերպիչները շատ են, հնարավորինս փորձում ենք զեղչ անեն այդ օրվա հետ կապված կամ որոշ չափով, ասենք երկու համերգ տար մեկ բանով Գոնզալո Ռուբալկաբան ինքը Ստենվեյ դաշնամուրի ներկայացուցիչն է։ Ինքը այլ դաշնամուրի վրա իրավունք չունի նվագելու։ Դա մեծ շտրաֆ կլինի։ Այնքան ենք մենք իր այդ ընկերացել։ Այո։ Բնականաբար այդ գումարը չկար, որ ես կարողանես Ստենվեյ բերի բացօթյա անել, տենց, իսկ այդ ամեն դաշնամուրը արժի մոտավորապես 100,000 եվրոյի կարգի։ Ես Մեծոյի դաշնամուրը բերեցի, խնդրեցի իրեն, որը Yamaha է, ասի ես մենք դες կանենք որևէ կադր չի լինի, որ ինքը Yamaha է, ես խնդրում եմ, որ ասած ձեր խաթր կնվագեմ դրա վրա, խնդիր չկա։ Այդտենց կապեր էր, բայց ինչն էր պատճառը, երևի չեմ կարող ասեմ, իրոք չգիտեմ։ Միջև այսօր ես իմ համար այդ էջը փակել եմ։ Գաղտնիք է մնում մեզ համար։ Ոչ էլ գաղտնիք է, ոչ էլ ուզում եմ դրա մասին շուտ, հա, իմ համար էջս փակել եմ, թող ինչ վնաս եղել է։ Պարզ է։ Եթե մենք խոսենք, մենք անընդհատ դուք հիշատակում եք հենց մեր բուն, մեր հայկական ջազը։ Կամո ջան, 5 բալանոց համակարգով ինչքան այսօրվա մեր հայ ջազը կբնութագրեք, կգնահատեք։ 5 բալը մեր ջազը գնահատում դա բավականին քիչ է։ 15։ Հա, քանի որ, տեսեք, տարբեր երկրներում, նկատում Եվրոպա, Ամերիկա, իրանք ջազը եթե ֆինանսավորման տենց մեծ բան չէ, պետությունը դոտացիա տա։ Դա անգամ Ֆրանսիայում կան ակումբներ, որ պետությունը դոտացիա տա, որպես ակումբը գոյատևի, կարողանա աշխատի, բանանի։ Մեր մոտ նման ակումբներ կան մի քանիսը, որը բնականաբար որպես բիզնես է դիտարկվում մնացած մյուս ռեստորաններին հավասար կամ կլուբերին հավասար։ Իսկ երաժիշտների առումով կարամ մի բան նշեմ, որ ընդհանրեն այդ մարդիկ նվիրյալ են։ Ոչ մեկ այդ իրանց գործնեությամբ փող չեն աշխատելու, եթե խոսքը գնում է բիզնեսի, բնականաբար մարդիկ եթե շուտ գործնեություն է կազմակերպում, ենթադրվում է, որ ինքը գումար պետք է վաստակի։ Այդ ոլորտը չի, որտեղ դուք կարող եք գումար վաստակել։ Ու այն մարդիկ, որ այսօր զբաղվում են ջազով, ընդհանրապես նվիրյալ են իրանց գործին եւ հավատում են, որ կարան իրանց գործնեությամբ որևէ բան մշակութային կյանքում Հայաստանի փոխեն։ Այդ շատ կարևոր է, բայց ցավոք իրանք քանի գնումք չանում են, որտեղ դե ռաբիզը խեղդում է իր ֆինանսով եւ ամեն ինչով եւ կտենակ մեկ էլ անուններ չտամ անիմաստ գովաց չլինի, որ որևէ ռաբիզ երաժիշտի մոտ նվագում է տահանդավոր ինչ-որ մի հատ ջազ երաժիշտ, որը ֆանտաստիկ դեմ կարող լիներ անգամ Նյու Յորքի կամ, չգիտեմ, Նյու Օրլեանում կամ որևէ տեղ, Փարիզում։ Ես դες ասեմ, կորած տեղ չի ամեն դեպքում, որովհետև նույնիսկ նման համերգներում ականջիդ հասնում է այդ կերպարը։ Մարդ, որը արվեստասեր է եւ երաժշտասեր է, նա լսում է այդ հանճարին կլսի։ Եվ ես կարծում եմ, որ այսօր չէ վաղը այդպիսի մարդիկ դուրս կպրծնեն ինչ որ այդ շրջանակներից հուսանք։ Ես էլ 2015 թվին տենց կարծում ու դրա համար բացեցի ասոցիացիան, ես զբաղվեցի գրեթե որևէ անգամ օրինակ այդ տենց դեմքերին հրավիրել եւ հանել այդ մթնոլորտից։ Այդպես դեմքերը շատ անգամ են գալի համերգին, մանավանդ երբ որ դու հրավիրատոմս ես ուղարկում, իրանք չգիտեմ ինչի մտածում որ դու պարտավոր ես այդ հրավիրատոմսը իրանք ուղարկել, շատ խելացի դեմքով գալի լսում են գնում են, բայց դա որևէ արդյունք չի տալիս։ Համերգը անցավ գնաց։ Ինչ է համերգը իրանից հետո ներկայացնում կամ ինչ հետք է թողում։ Երևի թե իրանց համար ոչ մի դրվագ պատմեմ, նույն Գոնզալո Ռուբալկաբան ինքը ֆանտաստիկ դաշնակահար է։ Ես երևի թե իմ կյանքում բախտ վիճակվի, որ ես ներկայ եմ եղել իր համերգին, իմ կազմակերպված իր համերգին։ Այդ անգամ ինքը ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում համերգ էր տալիս, մենակ էր ինքը որպես սոլո համերգ կազմակերպել։
դալիճը լեփլեցուն եւ երբ որ համերգը վերջացավ Արմեն Հյուսնուցը մոտեցավ ինձ իսկ Արմեն Հյուսնուցը լավագույն երաժիշտներից եւ լավագույն կազմակերպիչներից մեկն էր այն վաղ ինքը պետական ջազ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ տնօրենն էր մոտեցավ ինձ իսկ Արմենի խոսքը ինձ համար շատ կարեւոր է շատ ասես Կամո ջան նման համերգներ էլ չկազմակերպես ես ապանձվեցիք ես շատ վազգացի ինձ ասում ինչ որ բան սխալա գնացի բայց ոնց որ լավ էր համերգը վերջացել էր երևի մի 5 րոպե ձայն չկար ու նոր մարդիկ սկսեցին ծափարել բան ամեն ինչ իդեալական անց էր ասում Արմեն ջան ինչն է խնդիրը եղի ուզում ես կազմակերպչական եմ մտածում շուտ Տոմսանդի տեղը սխալ ա եղել իրան ինքը շուտ տեղից հանել են չէ երևի կատարսիս էր տարել ասում մի բան ասեց որը ես միջև այսօր իմ մեջ մտածում եմ որ այդ ամեն ինչ որ ես արել եմ իզուր չի եղել ասեց ինքը նենց հոգուս նենց հատվածներ մտավ տեղ մտավ որը իրավունք չունի մտնելու ու հետո որոշ ժամանակ անց մյուս մի հատ էլի մեր հայտնի ջազմերներից մոտեցավ ասում կամ ասում համերգից հետո գնացել եմ սենց մտել եմ տուն տնեցիք ինչ ա եղել մի տեսակ ասել են ձեռ չտա գնացես դուրը փակել եմ սենյակից ասես մի շաբաթ ձեռով դու ես այդ տպավորությունների մեջ եմ այո եթե դուք դա չեք զգում կատարսիս է կոչվում հա եթե դուք դա չեք զգում դուք դա կարող զգաք նաև շու մի հատ ֆիլմ դիտելուց կամ գիրք կարդալուց որ շատ հաճախ է Սիքստինյան կապելա այցելելուց ու ես հասկացա որ հա մենք իզուր չէր այդ տանջանքը այդ ամեն ինչ որ կազմել գումարներով ծախսվել դա իր նպատակին է հասել բայց նաև պետքա որոշակի աջակցություն լինի պետական կամ որևէ մասնավորի գրեթե երբևիցե միայն եթե իհարկե թույլ կտակ եթերը Երևանի կոնյակի գործարանը որը ֆանտաստիկ որպես գործընկեր միշտ մեր կողքին է եղել մի կազմակերպություն, որը իսկապես հասկացել է թե Երևան Jazz Fest-ը ինչ է տալիս եւ ինչ արդյունք կա եւ կողքը լինելով հասել ենք նրան ինչին կարողացել ենք այսօր հասնել։ Իսկ մենք շատ մեծ աշխատանք ենք տարել եւ եթե անունները հնչեցնեմ թե ում ենք հրավիրել եւ ով է ներկայացրել բոլորին պետք է հնչեցնել։ Ես կարող եմ միգուցե բոլորին չհիշեմ, բայց Տենց դեմքեր ինչպես ասենք Մարկուս Միլլերն ա եղել, Դիդի Բրիջվոտերը, Ստենլի Կլարկը։ Ես ներողություն դուք մեծո ակումբում, հիմա մենք խոսենք անպայման ակումբից, այնտեղ ունեք տարածք, որտեղ ստորագրություններն են։ Այ եթե սենց հիշեք այդ ստորագրությունները, նախ ես խնդրում եմ ինձ մի օր հրավիրեք, ցուցադրեք այդ ստորագրությունները, այսպես էքսկուրսիա անցկացրեք, պատմեք, այս ու մնա, այս ինչը ես նապրասիլես, այսպես ասած, ասեք էլի ովքեր կային այդտեղ։ Ընդհանուր առմամբ ստորագրությունը շատ մեծ, տարբեր մարդկանց սկսած Շարլ Ազնավուրից, Ալեն Դելոն եւ դերասաններ, երաժիշտներ, պրոդյուսերներ, իրանք բոլորը ներկային եղել ստորագրել են։ Իսկ ինչ որ ցանկություններ կան գրված այդտեղ։ Կան որ ցանկություններ են գրել, հա։ Շարլը օրինակ ինչ էր գրել։ Ես ճիշտ ասած հիմա տենց չեմ հիշում, բայց ես հիշում եմ որ ինքը մի քանի տող գրել է ու հետարքիր պատմություն Շարլի հետ կապված Շարլ Ազնավուրի, ուրեմն պատկերացրեք, ասում եմ Շարլ Ազնավուրը գալու է մեծո։ Ոնց կպատրաստվենք։ Այն որ ասենք ամեն ինչ sense 7 անգամ ստուգելով բան, այդ օր առավոտյան ընկերս ասում է կամո ինչ ես անում, քանի որ ես մի փոքր ժամանակատված բասկետբոլ եմ պարապել, ասում է գնանք բասկետբոլ խաղալ, ասում եմ իհարկե, ոնց չէ, այդպես բան ես առաջարկում։ Մենք գնացինք Ջերզինսկու դպրոց բասկետբոլ խաղալու, ես այդ ընթացքում ընկնում եմ ոտոսովորում եմ։ Ու ես միակ մարդն եմ լինում մեծոյի, որը Շարլի հետ նկար չունի։ Բոլորը նկարվել են, սկսած տնօրենից, դա։ Այդ որ այնքան ոնց ասեմ, որ ասում են զանգում էին, ասում կամ ուր ես բան ասում։ Չեք էլ հանդիպել։ Ես իր հետ հանդիպել եմ, երբ որ մենք բացում էինք պատասխանատուն է Ֆրանսիայի հրապարակի բացմանը, օպերայի Արամ Խաչատրյանի արձանի դիմացով, գիտեք, Ֆրանսիայի հրապարակն է։ Եվ բացման պատասխանատուն ես էի, որպես քաղաքապետարանի մշակույթի վարչապետ։
այդ ժամանակ հանդիպել են, բայց տենց։ Բայց արդեն ավելի ֆորմալ։ Բայց դե որպես հյուրընկալ։ Ոչ կարողացա, բայց ոչինչ։ Որպես տանտեր էսպես ասած, հա։ Այդ մեծ ամենամեծ բաստողումները։ Ես համամիտ եմ, որովհետև Ազնավուրը ինձ համար ինչ-որ առանձին մի աշխարհ է, աշխարհ։ Իհարկե։ Միշտ հիշում եմ այդ իր երազանքը բարձրաձայնեց, եթերներից մեկում էլի հիշել էի, բայց պետք է նորից վերադառնամ։ Ռիզանովը ուներ մի շրջան, Էլդար Ռիզանովը ռեժիսոր, ուներ այդպիսի ծրագրերի շարք, կոչվում էր Փարիզյան գաղտնիքներ, Պարիժսկի տայնի, եւ հանդիպում էր ֆրանսիացի տարբեր դեմքերի հետ դերասաններ, երգիչներ եւ այլն, եւ երբ նա Շարլի հետ հանդիպեց, վերջում բոլորին հետ հարցը տալիս էր ձեր երազանքը։ Եվ դա դեռ սովետական տարիներն էր, 85 թիվներ, այդ եթերը, եւ նա ասաց այսպիսի բան. ես երազում եմ Հայաստանս վերցնեմ եւ տեղափոխեմ Ֆրանսիայի տարածք։ Մենք դեռ դպրոցական, մենք դեռ չկար շարժվում, մենք դեռ սովետական երեխաներ էինք, մենք այդքան չէինք հասկանում, չէ կատարվում աշխարհ, բայց այսպես նուրբ լարերից դա կպավ, էլի փոքրիկ դպրոցական աղջնակի նուրբ լարերին կդիպչեց։ Քանզի խոսեցինք մեծոյից, այդ մեծոյի գաղափարը ինչպես ծնվեց ձեզ մոտ։ Բոլոր գաղափարները, որի մոտ ծնվել է, միշտ եղել է բնականաբար դա բիզնես հատված ունեցել, բայց դա չի եղել առաջնային, որտեվ եթե դա բիզնես հատված առաջնային լիներ, այլ ոճի երաժշտությամբ կամ այլ ոճի նույն ռաբիս ձեր ասած։ Եղել այն, որ միշտ ուզեցել եմ քաղաքում, Երևան քաղաքում որևէ վայր լինի, որտեղ բացի որ բիզնեսից նաև մշակութային հատված կունենա։ Իհարկե։ Մեծոն որ նոր էր բացվել, մենք օր ունենք, ամեն ամսվա մեկին մենք դասական երաժշտություն էր բեմից։ Ու ինձ ասում են կամ ասում են դու չի կարա տենց բան լինի, որտեղ դա ակումբ է եւ մարդիկ գալիս են տոնելու իրանց, չգիտեմ, առիթները կամ որևէ ծնուն, դա չեմ ամ ինչ-որ բաներ, ու գալիս են տեսնում են դասական երաժշտություն, ասում հա ես տենց եմ ուզում, որտեղ այո պետք է գան եւ նաեւ հասկանան, որ անպայման չի որ պարտադիր տաշ տմբլոդից ուսած բաների մեջ եւ շատ հաճելի է նաեւ այսպես ոչի մեջ։ Իսկ այդ միաձուլումը գաստրոնոմիայի եւ կենթանի երաժշտության դուք ի սկզբանե պատկերացրել եք ինչպես պետք է լինի։ Ես ի սկզբանե պատկերացրել միայն բեմը։ Ես բեմական մարդ եմ։ Ես կարամ բեմը պատկերացնեմ կազմակերպչականը ոնց է։ Դրա համար եմ իսկ մնացած հատվածը ես ունեի տնօրեն, որը ինքը այդ ամեն ինչը կազմակերպում էր եւ այդ հատվածը ընդհանրապես տանդեմ պիտի լինի Կամո ջան, որովհետեւ պետք է տնօրենն էլ հասկանա, որ այստեղ արվեստը տեղի ունենում ի վերջո։ Պատկերացեք չի կարա մի մարդի հետ աշխատի, եթե դա չհասկանա։ Մենք ուրեմն տարբեր մոլորակներից մարդիկ, բնականաբար ես իհարկե բոլոր տնօրենների, որը եղել են եւ հիմա կա իմ լավ ընկերը Տիգրանը, բոլորին եւ անցյալ տնօրեն շնորհակալ եմ, որոնք մեծ մաս են ունեցել մեծոյ ստեղծմանը եւ այդ իմիջը։ Այո։ Եվ Մեծոն ինքը 15 տարի, իր կյանքը 15 տարի տևեց։ Ինչի փակեցի։ Հասա մի փուլի։ Վերա Չէ, իմաստավորվեց, հա, Մեծոն իրականում չեմ իմաստավորել, այո, ես այդ էջը փակեցի իմ կյանքում, հա։ Այսինքն Պավլեն դա մեծո չի։ Ոչ մի կապ։ Դա ուրիշ գաղափար է, դա ուրիշ փիլիսոփայություն է։ Խնդրում եմ մի հատ պատմեք ձեր փիլիսոփայությունը։ Պավլեն, դե տեսեք, մեծոյի դերն ու նշանակությունը նրա մեջ է, որ ուզում է ջազը զարգանար Երևանում, ինչ որ երաժիշտ երբ որ գայսա կամ բան, մենք տեղ ունենանք, որտեղ հնարավոր է մի քիչ ավելի մեծ տարածք լինի եւ ակումբային երաժշտությունը եւ ակումբային հատվածը ջազային, դա մի քիչ այլա մի քիչ համերգային է, համերգային մի քիչ տենց ավելի օֆիցիալ եւ ավելի, բայց բանի ժամանակ ակումբայինը, որտեղ ասենք Արտո Թումբոյաջյանը, Ռիչարդ Բոնային ասում է արի իրար հետ մի երկու բան նվագենք, մեկ էլ Արմեն Հյուսնոցնյանը կամ Արտուր Սանդովալը գալիս է, որը, չգիտեմ, 10 գրեմի ունի, ինքը գալի ասում է դե եկեք բոլոր ով կա երաժիշտ միացեք, դե այդ չես կարա որևէ գումարով կամ այլ ձևով բացի ակումբային այդ իրավիճակից այդ զգացմունքը այդ պահին հասկանալ, այո։ Պավլեն ինքը կերպարը իմ համար
Մենք ենք մեր սարերի կերպարն է, որը իմ համար միշտ մտքումս եղել է, որ հայ տղամարդու կերպարը իմ կարծիքով սուբյեկտիվ, միգուցե կարող է մեկը չէ, ինչ ես խոսում, իմ կարծիքով հայ տղամարդու կերպարն է։ Տեսեք, ինքը իր գործում լավագույնն է։ Ինքը ազնիվ է։ Ինքը դատում է ու առաջի մեղավոր որ գտնում է, այդ ասում է մեղավորությունը մենք ենք։ Այո, մենք խախտել ենք։ Ազնիվը նաև իր նկատմամբ 5 երեխա ունի ինքը ընտանիքի մասով։ Ամեն կետում ինքը իմ համար հայ տղամարդու խորհրդանիշ է։ Այո։ Միգուցե իր հատվածները խոսքի մասով ֆիլմում կամ շատ չեն, բայց ամեն խոսքը դիպուկ է իրան։ Այո, իմաստություն է։ Ու հետո Սուրեն Աբրամյանի կերպարը դա մի հատ չգիտեմ, ես դի չեմ պատկասում, որ այլ մարդ կարող էր այդ դերը կատարել։ Ընդհանրապես այդ ֆիլմը ինքը շատ իմ համար շատ կարևոր ու դերակատարում ունեցած իմ կյանքում, մեր մշակույթում եւ մեր կյանքում, ես կասեի, եւ գիրքը եւ ֆիլմը։ Մի քանի տարի առաջ աչքովս ընկավ, այտենց խոհանոցում տեսա հայկական սերիալ։ Ես մեկ-մեկ այտենց ոնց ասեմ, մեկ-մեկ ԱԼՄ է նայում, մեկ-մեկ հայկական։ Բոլորս անցել ենք այդ ճանապարհը։ Ինչ է կատարվում։ Այո։ Աչքովս ընկավ ու նայում ասում, լավ, այս ինչ մակարդակի է իջել ու ինչ աստիճանի կարելի է իջնել ու դա թողել եթեր։ Ու էլ չասեմ ինչ այլանդակություններ են, թե խոսքի, թե տեսարանի մեջ, ինչ-որ ուտե մի հատ հոդված գրեցի, որ հա, երբ որ խոսում ես այդ մարկանց հետ, դա ասում է ժողովուրդ հեյտ է ուզում, ժողովուրդը շատ հետարքիր մշակույթի մեջ շատ բան կարող ուզի, բայց այդ չի նշանակում, որ դու պետքա ինքը քեզ թելադրի, մշակույթը նրա համար դու պետքա թելադրես։ Եթե դու դա չես հասկանում, դե քեզ չպետքա թույլատրեն որևէ ստեղծարար աշխատանքով։ Ջազը չի թելադրում ժողովուրդը, ասում է դու գիտես, ինձ մի հատ բերեք ջազ փառատոն արեք, բայց ցանկացած եվրոպական երկրում ցանկացած մեծ կլինի փոքր ջազ փառատոն կա, որը սուբսիդավորվում է պետության կողմից կամ որևէ բան։ Ոչ մեկ Տարկովսկին կամ Փարաջանովին չի մտածել, որ ինքը մեծ բան նկարի, որ ժողովուրդը ասի, այո, այս ինչ լավ բան։ Չէ, կարող է մի փոքր հատված է, որ դա հասկանան, բայց մնացածը տեսնելով եւ նայելով մշակույթի դերն ու նշանակությունը քաղաքականությունը դրա մեջ է, որ ինքը իր հետևից տանի, ոչ թե ինքը ընկնի որոշակի մասսայի բանով իջնի։ Հակառակ, արվեստը պետք է բարձրացնի, ոչ թե իջեցնի։ Եվ հա, այտենց հոդված գրեցի, որ տեսեք մարդիկ 69 թվին, եթե չեմ սխալվում, ֆիլմ են նկարել, որտեղ ոչ կա մերկ կանայք, ոչ հայույանք կա, ոչ մի ինչ-որ sense բան կա, ոչ մի գողակ այդպես աշխարհի ներկայացիչ եւ միջև այսօր ինքը ապրում է ու հələ մի 100 տարի էլ կապրի։ Մենք ենք մեր սարի մասին է խոսքը։ Այո, այդ հոդվածը հենց նվիրված էր դրան ու ստեզուցոր հոգու պորտկում էր մոտս, որ ասես ինչ եք էլի անում, հələ տեսեք մարդիկ ստեղծագործել են ու տարիներ շարունակ այդ ֆիլմը կա ու դել չեմ ասում մնացած մյուս մեր Եվ ինչ եք դուք դրել այդ Պավլեն ակումբ է համարվում։ Ոչ, ինքը հայկական ռեստորան, Պավլե ակումբ չի, ակումբը դա այլ գաղափար է, իսկ ռեստորան։ Իսկ երաժշտություն կա։ Երաժշտությունը պարտադիր, երևանյան ֆոլկլոր։ Այո։ Այն հին կատարումների, որ խնդրել է մեր խումբը, որ ներկայացնում է այսօր մեր ակումբը, իդեպ շատ տաղանդավոր երիտասարդներ են եւ ոչ երիտասարդներ։ Ահա։ Պայմանավորվել ենք, որ ես ուզում եմ լսել այ հենց 80-ական, 70-ական թվական այդ ոճի, ոչ մի ասպետ չի, որ ինչ-որ այսպես ասած առանժիրով կաներ, ինչ-որ ուզում եմ այդ ոճի Երևանը, մենք մի փոքր, որ դուք գաք մտնեք ներս, այո, մի անգամից մենք թաթախվենք, չէ՞։ Թաթախվեք այդ երաժշտության մեջ եւ ամբողջ օրվա ընթացքում է երաժշտությունը 60-ականների, 70-ական այդ էստրադանը, որը ֆանտաստիկ իրոք եմ ասում։ Ես հիմա չգիտեմ, լավ էս հիմիկվա էս մուսուլմանա, արաբաց, չգիտեմ, թուրքական երկիչներ, լավ իրանք չեն լսում իրանք կատարումները, լավ իրանք չեն առնչվում այդ երաժշտության հետ, տեսնեն ինչ հարուստ մենք մշակույթ ունենք, հարստագույն։ Ես չգիտեմ,
այս մարդկանց անունները որ տամ, իրականում կարող է երևի մի 15 րոպե տևի, թե մենք ում ենք հրավ, ով եկել է այստեղ, տեսել է մեր մշակույթը, ապշած գնացել, ասում եմ, սենց բան, մենք չենք պատմում, ասես փոքր երկրում կարող է այս աստիճանի ու այս խորության մշակույթը լինի եւ պատմությունը եւ մնացած ամեն ինչը։ Կամո ջան, բայց ամեն դեպքում ակումբային նիշան իհարկե դատարկվեց մեծոյի փակվելով։ Իսկ կարող է մոտ ապագայում լինեն նոր մտքեր, նոր ակումբներ, մտքեր կան, մեծո անունը իմ սեփականությունն է եւ այդ միտքը կա ու շատ են ինձ։ Մարդ կար որ հետս չէր խոսում, ասում էր դու մեծոն քոնը չի, դա մերն է, ինչ իրավունք ունես փակելու, այսպես սպառնալիք։ Այո։ Հա։ Կա եւ այլ ֆորմատ է պետք անել, քանի որ ամեն ֆորմատ անկախ նայած ինքը ինչ փիլիսոփայություն ունի, ինչա քարոզում, ունի եւ իր սկիզբը եւ իր վերջը։ Իհարկե։ Ու չպետք է թողես, որ այդ վերջը գա, ասենք ինքը դառնա 100 տարեկան պապիկ, իր մահով մահանա, պետք է իր վերջը տալ, որ հետո նոր շնչով գալ։ Իհարկե այդ միտքը կա ու այդ գաղափարը կա։ Ժամանակին ասում է գնալ բեմից։ Այո։ Այո։ Եվ թարմը, ուրեմն ես արդեն հասկացա, որ մտքեր կան։ Ես հանգիստ եմ, Կամո ջան, հանգիստ եմ։ Ես երազել եմ տարիներ շարունակ բացել կանացի ակումբ։ Ինչ խորհուրդ կտաք ինձ։ Ինչ է պետք, ինչ պետք է իմանալ, ում հետ պետք է գործ ունենալ։ Կանացի ակումբ։ Այո, որ կանայք գան եւ կանացի ակումբ ես ի նկատի չունեմ սպա։ Չէ, դե պարզ է։ Հա, մտավոր հաճույք ստանանք։ Սկսենք, լավ, եկեք ավելի այսպես ծեծված բառ ասեմ, կանեք գան պոկեր խաղան, մյուս սենյակում ջազ լսեն, երրորդ սենյակում սովորեն օրինակ տանգո պարել կամ, չգիտեմ, սալսա պարել։ Հետաքրքիր գաղափար է, դա պետք է օգտագործել ու կազմակերպել, ցանկացած գաղափար։ Գործակցենք, Կամո ջան։ Միտքը վատը չէր, չէ՞։ Շատ լավ միտք է եւ եթե որևէ խորհրդատվական հարցում ես կարող եմ իհարկե միշտ ձեր կողքին լինել։ Ես կհեռաձայնեմ ձեզ անպայման։ Կամո ջան, մոտենում ենք ֆինալին մեր հրաշալի հետաքրքիր զրույցի եւ մի քանի բլից հարցեր եմ ուզում հնչեցնել, եթե հնարավոր է մաքսիմալ կարճ պատասխանեք։ Եթե կարողանայիք վերադարձնել մի օր անցյալից, որ օրը կլիներ դա։ 2015 թվականին, երբ որ ես գումարով պարտք էին ուզել, ես տվեցի, բայց ես կարա բիտկոին առնեի։ Մի քիչ հումորով պատասխանեմ, շատ բան։ Դաժան օրեր, բայց հիշող օրեր։ Այդ գումարը կորել է, ու ես պատկասում եմ, եթե 15 թվականին բիտկոին առնեի, հիմա ինչ գին կլիներ։ Մի քիչ թեթևացնենք մեր զրույցը, հա, ծանր բաներ չասեմ, որ ես կգնայի անցած։ Իհարկե։ Փայլուն։ Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կանեիք։ Քաղաքական հարցերին վերեք չպատասխանեմ։ Հասկացա, բայց ես էլ նույն բանը կանեի, գիտեք։ Ահա, եկեք ձեռք բերենք այդ փայտիկը մի օր։ Այդ փայտիկը իրականում մենք պետք է ամեն մեկս մեր հոգու խորքում մեջ կա ինքը ցանկությունն է պետք հասկանալ, կրթվել առաջի հերթին։ Տեսեք, այսքան մշակույթից խոսում եմ, չէ՞։ Ես ինքս մշակույթային մարդ եմ ու առաջի մշակույթի մասը իմ առաջնայինն է, բայց ամենակարևոր դա կրթությունն է։ Անպայման։ Եթե երկիրը պետությունը եթե չունեցավ համապատասխան բարձր մակարդակի կրթություն, ինչ ուզում եք արեք, մեկը ինքը զարգացում չունենա։ Հնչեցրեցիք կախարդական փայտիկի բաղադրատոմսը։ Այո։ Ահա։ Դա ընդհանրապես ցանկություն է եւ դա ոչ մի կախարդանք չկա, ընդհանրապես պետք է հարգանք վերադարձնել դեպի ուսուցչի։ Շատ հասարակ ու պարզ քայլ եմ ասում։ Հարգանք դեպի ուսուցչություն։ Եթե ուզում եք կախարդական փայտիկ գործի, ինքը պետք է կրթված լինի։ Այո։ Հաջորդ հարցը։ Եթե տեղերով փոխվեինք, ինչ հարց կտայիք ինձ։ Ոնց է կարել, որ տենց գեղեցիկ պահպանվել եք։ Իմիջայլուց այդ հարցը ինձ դեռ չէին տվել։ Երևի ֆիթնես է գնացել թե կանանց։ Ոչ, բացարձակ։ Ես սիրում եմ կյանքը։ Շատ ճիշտ։ Այդքան։ Վերջ։ Ու բնական կյանքը,
ամեն ինչը Իհարկե։ մաքսիմալ բնական կերպով։ Եվ վերջին հարցը, բլից։ Պատկերացրեք, որ հանդիպեցիք Էլլա Ֆիցջերալդին, Ջանիս Ջոպլինին, Ջեյմս Բրաունին։ Եթե կարա Սինատրային էլ։ Ես միշտ մտածել Սինատրային էլ, пожалуйста։ Ում եք հրավիրելու ձեր տուն։ Սինատրային։ Հա։ Все-таки не джаз, не джазовый исполнитель։ Դա ինքն էլ է ջազովը, էստրադն է исполнитель, բայց Սինատրան, եթե հիմա եթե ճանապարհ եմ գնում մեքենայով, անպայման Սինատրան հետս է։ Իր երկարվեստի մեջ այնքան դրական, այնքան պայծառ ու այնքան հետաքրքիր երաժշտություն է իր մեջ ներառված, որ փորձում եմ, ես նաև մեծ դիապազոն ունա իմ հետաքրությունը երաժշտական, դա ջազը չի մենակ։ Իհարկե, արվեստասեր սկսած նաև դասական երաժշտությունը, որ կարանք առանձին շփվենք դասական երաժշտություն, եւ ծանր ռոքից վերջացած, իդե վերջից մետալիկայի համերգին էթերը գնաց է, հա։ Ուզում եմ այդ մասով, հա, բայց իմ հետ միշտ Սինատրան է։ Հա, ես իրան գրավերի։ Ես ձեզ լսեցի։ Բրավո, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։